իմ հետևորդներին տեղեկացնեմ ուր են գնում։ Ուր է Աշոտը։ Այս սա է հարցը, այս պահի Աշոտը երևի ձախի վրա կլինի։ Դες դե։ Աչ թե ձախ։ Ուրա, որտեղ է նա։ Այդտենց է գիտեի, որ ինքը մեր համար խնդիր է ստեղծելու։ Աշը մեզ համար խնդիր է ստեղծել, կանգնել է հանդիպակաց ճանապարհային ուղու վրա։ Նստի Աշ։ Նաս դու մի քիչ տեղավորվի, հեսա դուք ձեր մեքենան կունենաք Խոստանում։ Այո։ Հեսա գնում ենք նոր տուրի մեքենաներով բարձրանանք, էլի։ Բարի օր, բարեկամ, ո՞նց ես։ Երեք օր շատ չխմար։ Չէ, աղբերս այդ խմել է, թող այդքան մի խմի։ Պետք չի, հա։ Այն որ ասենք ես խմա, չէ, թող այդ 10 բաժակ, ասի всё էլ մի խմի, բայց չէ, աղբեր ինչ ապրի չգիտես, բան։ Ապա չէ, այդպես չի ձևը։ Պետք է 10 բաժակից ավել չխմես։ Բա։ Արա աղբերը նստովկա ենք արել։ Աման չամանների ձեն։ Հա, զակատովկա արած գնում ենք։ Սիրելի հետևորդներ, մենք չենք նայում եղանակային պայմաններին, անձրևային է, ցուրտ է, բայց դե որ որոշել ենք պիտի գնանք։ Եվ ես մի հատ լավ խոսք ունեմ, դու լսել ես Ստեփան այդ խոսքը։ Որ խոսքը։ Որ անձրև ա գալի, գնում եմ դաշտ, ասում եմ հետևորդներ ջան, հո աղ չեմ հալվեմ կամ բամբակ չեմ ծանրանամ։ Այո, դու ճիշտ ես ասում, նա։ Իսկ դուր եկան քո ասածները, քո միտքը, քո մտքի գոհարները ես կվերցնեմ կզարդարեմ իմ տեսանյութը, հեսա թող արդարը միացնի։ Այո։ Հիմա մենք կամաց մոտենում ենք նոր տուրին, որտեղ Տարոնը եւ նրա հայրը Մկրտչյան Նորիկը մեզ են սպասում, որ տեղավորվենք նրանց մեքենաների մեջ եւ շարունակենք մեր փառահեղ ճանապարհը այսօրվա։ Հիմա Գլաձորի ճանապարհն է ընկերներ, այն ասֆալտը, որ շուտով պետք է վերանորոգեն, հույս ունենանք լավ են վերանորոգելու։ Հիմա բարեկամներ, բան չմնաց, որ հասնենք նոր տուր։ Էս Իրենք տուր են կազմակերպում։ Տուրեր են կազմակերպում եւ մեր բարեկամները, ով հիմա մեզ տեսնում է, որ գան մեր կողմեր, մեր կողմերը չգան, հենց արեպորտից կարան դիմավորեն, բերեն ամեն ձև, ամեն ինչը դամով, հոտով տեղը տեղին հենա։ Տուրը գեղեցիկ վայոց ձորով։ Ախպերը բան է անում։ Տարոն բարեկամս։ Մի հատ բան անենք, լավ, իջեք մա ծանոթանանք։ Ախպերս։ Նոր տուրսը։ Բայց այն սնը չեք ավելցել, նոր տուրս, Ստեփանը նոր տուրսի մոտ է հիմա ընկերներ, բա ուր է իմ մեծ ախպերը։ Մեր պարոն Մկրտչյան Նորիկը։ Նազ ասեմ քո հետևորդների համար, որ իմանան, նա շատ լավ պատմություն գիտի ու ամբողջ Հայաստանի տարածքի մասին, մենակ մեր ձորի չէ։ Ես ուրախ եմ։ Այնպես որ թող իմանան ու ում հետաքրքիր է Հայաստանը իսկապես լավ ձևով ճանաչելու համար կարող եք մեր Նորիկ Մկրտչյանի նոր տուրսի Վայոց ձորով, չէ՞։ Շրջել Վայոց ձորով։ Մենակ Վայոց ձոր չէ, ամբողջ Հայաստանով։ Հայաստան որ տոշկա այդպես կայնես զանգես ասես սրա մասին երկու բան աս, երկուսը չի ասի, 10-ը կասի։ Չէ, իսկ տուրը կազմակերպում է Վայոց ձորի տարածքում, թե ամբողջ Հայաստանի տարածքում։ Ամբողջ Հայաստանը կարակ տանեք, չէ՞։ Ամբողջ Հայաստանում։ Այնպես որ սիրելի հետևորդներ, ունենք 7 տեղանոց մեքենաներ, ունենք լեռնագնաց 7 տեղանոցնա, լեռնագնացը։ Մեր համարն էլ նոր տուրս բոլոր էջերում կա 7 ցանցերում կգտնեք նոր տուրս եւ նրանք ձեզ կօգնեն, իմ բարեկամներն են, իմ հարազատներն։ այնպես որ սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք շրջել Հայաստանով, հատկապես հիացած եք Վայոց ձորի գեղեցկությամբ, կարող եք դիմել նոր տուրսին։ Օ, ինչ հետաքրքիր, ամենագնաց մեքենաներով է կազմակերպում տուրը, որ են լեռները են, քարքարոտ, նեղ ճանապարհները անցանելի է դարձնում այս մեքենաները։ 1, 2 հաշիկ։ Ամբողջան կարող եք շրջել հայոց լեռներում։ Այստեղ ինչ գեղեցիկ։ Հա, ասում եմ ինչ մեքենաները շատ լավ են, այն ամենագնաց մեքենաներ։ Գալիս են հաց են տում, էսի բանա, մառանը, տես մառանը։ Մառանը։ Եթե նկատեցիք մասից։ Տեղյակ չեմ եղել, ինձ տենց տուր էր պետք, ես ուզում էի շրջել մեր սարերով, բայց դե չէի կարողանում գտնել կարասներով, այ բա ծաղիկները։ Մկրտչյան, մենք ձեզ ենք սպասում, ահա եկավ պատմագետը, նա գիտեք ինչքան շատ բաներ գիտի։ Բարև ձեզ։ Ահա, տեսեք իրենց տան գեղեցիկ պատրաստել, սարքել են ամեն հարմարանքներով, իհարկե
Դուք լացներով եք ինչ է։ Լերներ այդպես եք գալու։ Բարև ձեզ։ Արոն Մկրտչյան։ Բանոթած եք Աշոտնա եւ Նազելի Նազը էլի բլոգան։ Նազելին մեր Ուրախ եմ։ բլոգերներից ցանկացած եղանակի նաշ չի անում էլի։ Հա, նաշ չի անում։ Ես չեմ վախենում։ Իմ խոսքը ասա, ինչ խոսք եմ ասում։ Նա ասում է, որ անձրև է, ոչինչ շաքարից չեն կամ բամբակից չեն, որ Մի հատ մառան մեր Տան մեզ անցակից է։ պատիկ տաս։ Մեր տան անցակից է այս նազկում է էսը։ Բայց որ մի վերջի շրջանում սկսել է Հիմա մտնում ենք մառանը։ Մարանը մասը, Մառանը։ շատ զգուշ է։ Շատ զգուշությամբ Օ, Անդել ենք որ սարքենք հələ չենք հասել։ ինչ պատրաստում ենք տուրիստներին Մի դիմավորել։ փոքր չի խանգարում։ Աշոտան, պահի վրես։ Պարոն Մկրտչյան, ասեմ, որ թե Նազը, թե մենք մեզ դրսից նայում են ու շատ մարդիկ գալու են Հայաստան, մենք բոլորն էլ խորհուրդ ենք տալիս, որ գան եւ Ձեր հողի արյունն է, հա։ Շնորհակալություն։ Իսկական մաքուր անանա։ Ձեր ձեռքով պատրաստած, հա։ Ոյ, այս բաները ծղոտ ուռի ճյուղերով գործած սալաները։ Հələ սալլա է սա։ Սալլա։ Մենք սալա ենք ասել, հա։ Սա սալա է։ Սալլա է։ Ամեն օր ժամանակ չեմ ունենում, ասում եմ ես պիտի սրանից հուսեմ, բայց չեմ ժամանակս չի։ Ասեմ ձեզ, որ Ձայնալարի ես տանում։ խնայում ենք ձայնալարերը, ես կխոսեմ ձեզ փոխարեն, ուղղակի պահիտակ ասեք, որը ինչ է։ Մի խոսքով իրենց գալիս են բոլոր հանգստացողները, շրջողները, այստեղից ստուգվում են Արենի Ուղղակի գինիով։ սրա ծածկը վերցրինք ուզում ենք շարունակել, կիսատ Այն խմիչկա մեջը օծ, հա։ Բարով եք եկել, հա, Հա, այդ նա է։ դա օծ է։ Չինական սակո է։ Բարով տեսանք։ Դες, ես ինչ օծ է։ Օ, Աշոտ մի հատ մոտիկից նկարի։ Այս Նազի ֆոնին նկարի, այս իրապոնին նկարի։ Չէ որ նայել պետք է։ Ես այնքան շատ բարեկամ։ կծեմ։ Այդ Այս գողտրի պետք դառնա Այս գողտրի կանկյունում, լսեք, այս գողտրի կանկյունում համոզվում ենք, որ աշխարհում շատ հետաքրքիր բաներ կան, չէ, որ ինչքան էլ ուշադիրել ենք, ոնց որ վրիպում են մեր ուշադրությունից, էլի։ Հիմա ձեր շնորհիվ, նաև ձեր շնորհիվ պետքա բացահայտել են թաքնված գանձերը, թաքնված հետաքրքրությունները, հարստությունները, հետո այդ մատուցել ուրիշներին, աշխարհին։ Այդ շատ կարևոր բան է։ Ճիշտ է, օրինակ սա թաքնված գանձ է։ Ես Վայոց ձորը փոքրիկ է տարածքով, հա։ չէ՞։ Մեզ այդպես է թվում, բայց այնքան շերտեր ունի, այնքան հարուստ է, որը գետնի տակ, որը գետնի Ես էլ եմ շատ զարմացել, ես վերջերս իմիջալոց, դե էսի բարով տեսանք Ես չեմ ասում, որ մեր մառանը դրանց ցցակում է։ Չէ, շատ հետաքրքիր ու գեղեցիկ, տենց, չգիտեմ, գյուղականը տենց մթնոլորտով, միջավայրով։ Օ, պահած, ամեն տեղ թաքցրել է, բայց մենք նկատեցինք։ Իմ աչքից օծը չվրիպեց, որովհետև իմ սիրած կենթանին է։ Նվեր եմ ստացել։ Իմ սիրած կենթանին է օծը։ Բացել։ Այո, չէ, մի բաց, թող մնա, լավ էլ սկոչած է։ Դե հիմա բան ենք անում։ Քաղցր գինի։ Ուզում ես բան անեք, էլի։ Ուզում ես Հակնվենք։ Սիրելի հետևորդներ, իրոք կարելի ասել սա բացահայտում է։ Այսօր բացահայտումների օր է։ Ես երբեք չեմ եղել Եղեգնաձորի գյուղերում ու միշտ երազել եմ, որ սեն շրջեմ, մանգամ գյուղական միջավայրում ու տեսեք, ամեն մարդ իր աշխատանքը, իր գործը գտնում է։ Իրենց տան բակում, իրենց այգում հետաքրքիր մառան են ստեղծել լի տարբեր տեսակի խմիչքներով։ Իմ աչքը ընկավ այս օծի վրա ու տեսեք։ Հա, իմ աչքը ծակեց այս ամենը։ Ես էլ գիտեք, սիրում եմ նման միջավայր, այնպես որ սիրելի հետևորդներ, Վայոց ձորը շատ գեղեցիկ է, այս եղանակները կտաքանան, եթե ցանկանում եք տուր կազմակերպել, շրջել, մեր լեռներով, սարերով, պատմական, պատմամշակութային շատ վայրեր ունենք, կարող եք դիմել իրենց և տեսնում եք ամենագնաց մեքենաներով կկազմակերպեն ձեր տուրը, հաճելի օր կանցկացնել։ Նաև ունեմ հետևորդներ, որ ուզում են ինձ հյուր գալ, կարող եք ինձ հյուր գալ, միասին շրջենք մեր չքնաղ Վայոց ձորով։ Գնացինք հետ։ Հա, հին հարթուկ է, էսի աշ, էսի հին հարթուկ է, կոտոշ, նայեք, օ, պատկերացրեք սրանք ամբողջը հնություններ են։ Հնություններ, ես արդեն մնացի ստեղ, ես մնացի այստեղ հլը նայում եմ։ Հյուրակարաս ասես նազ,
Իրան տես գիտեն, հա, նազը։ Հա։ Արի, անջատի բան, հա։ Այդ իմ հարստությունն է, մի հատ արագ Հա։ ներկայացնել Եկա։ Աչիկան, եկեք ստեղ, ժամանակին Լիմոնները։ գրադարանս վերևում էր, Հա։ հետո դե վերևում մի քիչ ռեմոնտ բանարինք, իջացվինք ստեղ, Գրքասեր։ վախենում ենք էլ լիմոնները հանենք, հələ ցուրտ է, ընդե նայեք, Հա։ գրքեր, հետո մեր տոհմածառը, Տես ամեն ես մարդ հիմա աշխատում եմ, որ գյուղում բոլոր ազգերը ունենան իրենց տոհմածառ, այո, ծագումը։ Եկեք ստեղ, Ոյ, գրքերի աշխարհ։ ես մի քիչ Գրքերի աշխարհ ու մարդ սիրելի հետևորդներ, որ շատ բան իմաց է, դա կարդալու արդյունքն է, չէ՞։ Գրքեր սիրելու արդյունքն է։ Որի կյանքիս ընթացքում եմ sense կուտակել, հավաքել, Ես ապշած եմ։ գտնեք ամեն ինչ։ Սա կարդացել եք։ Դե եթե ես իմ անձնական գրադարանն է, ինչ եմ ընդհանրում։ Ուրեմն կարդացել է Աշոտ ջան։ Բայց իմ գրականության մեջ շատ կա նաև տեղեկատուներ։ Սիրելի հետևորդներ, այն ժամանակվա հանրագիտարանները, որ գնում էինք գտնելու, ճարելու տեղեկություններ իմանալու, բայց հիմա ինտերնետից են, չէ՞, գտնում տեղեկություններ, բայց գիրքը մնում է գիրք։ Տեսեք օրինակ Սամվել Կարապետյանը հուշարձանագետ, չէ՞, ունի հայկական աղբյուրներ ժողովածու, եռալեզու, ընդ որում 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ինքը պատմական Հայաստանում ուսումնասիրել է, չափագրել է 60,000 աղբյուրներ, որից այս գրքում ներդրված է ընդամենը 600 է։ Հա։ Այսինքն այդ իր հսկա աշխատանքից, չէ, ուստեղ կա նաև աղբյուր մեր Վայոց ձորի մարզից, էլի։ Տեսեք, ու ամեն աղբյուրի մասին, տեսեք, մեր աղբյուրաշինական մշակույթը ինքը շատ հզոր բան է։ Մերոնք որ աղբյուր էին սարքում ոչ միայն որ մարդը այդ ջրից օգտվեր, այլև կենդաներ, որ մենք կուռեր ենք ասում։ Կուռ, հա, կուռ են սարքել, հա։ Եվ մեր աղբյուրաշինական մշակույթում դա պարտադիր բացի մարդու մասին հոգալուց, նաև կենդանիները, որ խմեին այդ ջուրը, էլի։ Ինքը ուսումնասիրել է ամբողջը, չափագրել է, գծագրել է, տեսնում եք այս գորերը։ Շատ լուրջ աշխատանք։ Դե մտեք ինտերնետ, եթե ձեր ինտերնետը ուժեղ է։ Չէ, ուժեղ չի։ Գիտեք, ես ինչ տեղեկություն եմ ուզում իմանամ ինտերնետից ու չեմ կարողանում ճարել։ Ես ուզում եմ տեղեկություն իմանալ մեր Հայաստանի պատմական այդ քաղաք Մոզի մասին։ Վայոց Սարից։ Մոզ քաղաքի կործանումը պատմավեպ ունեմ։ Հա։ Մոզ քաղաքի կործանումը։ Ես գիտեք ինչքան եմ փնտրել, որ տեղեկություն ստանամ։ Կիրակոս Գանձակեցին իր հայոց պատմության մեջ գրում է, որ 735 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցավ Ավիլիչ երկրաշարժ, 40 օր ու գիշեր երկիրը դղրդում էր, կա ինֆորմացիան, չի որ չկա։ Ուղղակի պետք է իմանալ այդ որտեղ գտնել է։ Դե ուրեմն գտել ենք, արդեն սկիզբը գտել եմ։ Ես հիշում եմ նաև իմ գրքերից որտեղ է դրված, հա, որ գտել։ Աշոտ սիրուն տեսնեք արի էլի։ Պատկերացնում ես Աշոտ, տենում ես, չէ, մեր տարածքում, մեր երկրում ինչ հանճարեղ մարդիկ կան, ովքեր սիրում են, ովքեր Վայոց ձորի խոհանոցը։ Չէ։ Ես սրա ստեղծմանը Սեդրակ Մամուլյանի հետ նաև մասնակցել եմ, էլի։ Այս լավերնեք նայեք։ Էսա։ Մոզ քաղաքի կործանումը, հսկա պատմավեպ։ Բայց չգիտես ինչի հասանելի չի շատերին։ Բայց գրքից որտեղից կարանք վերցնենք կարդանք։ Տեսեք, սա ինքը գեղարվեստական է, այս հեղինակը գրադարաններում կլինեն վայքի, հա։ Հələ հարցրեք, եթե չեք լնի արդեն իմացաք որտեղ։ Հա, ձեզանից կվերցնեմ կկարդամ։ Իմ գրադարանից օգտվում են շատերը։ Ասենք մեր մոտ ուսանողներ կան, աշակերտներ կան, մտավորականներ, որ գիտեն իմ գրադարանի մասին։ Ես օրինակ տեսեք, այդ նույն Սամվել Կարապետյանը, որը իմ պաշտելի են հուշարձանագետն է, էլի։ Հա, իրան իր աշխատությունները, տեսեք, ինչքան հատորներ։ Պիտի 36 հատորով սրա մասին ես ուզում եմ անպայման նայեք, վերջում ինչ է ստացվելու։ Պիտի 36 հատորանոց sense շարք լինի, որտեղ մեծ հայքը հա, մեծ հայքը։ Պատկերացրեք, հիմա մինչև հիմա 6 հատոր ալուց տեսեք։ Հա, կեսը։ Այդ թվում եւ Սալմաստ հատորը, որտեղից մեր նախնիներն են, չէ՞։ Վերջում ստացվելի է այսպես մի հատ հետաքրքիր։ Մեծ հայքը։ Սա կլինի, ասենք իմ գրադարանի ամենամեծ գանձը, էլի։
Օրինակ ես Վայոց ձորում չեմ ճանաչում մեկ ուրիշին, որ սրա ամեն մի հատորը 20,000 դրամ արժի։ Բայց ես չեմ ափսոսում էլի կերքին տված։ Պարզա գիրք սիրող մարդը չի ափսոսա երբեք։ Բայց ինքը հսկա աշխատանք է կատարել իր ապրած 58 տարիների ընթացքում։ Ինքը հանգուցյալ է, չէ՞, արդեն մահացավ էլի։ Եղավ որ խոսենք խոսելու շատ բան կա, շատ է որ պիտի մի օր գամ հանգիստ նստեմ դուք զրուցեք, ես լսեմ։ Սամվել Կարապետյանը օրինակ ունի այսպես բան, որ սա անգնահատելի բան։ Արցախի մանրատեղանուններ, չէ՞, որի մեջ Արցախ աշխարհի յուրաքանչյուր սանտիմետրը որ այսպես իր քարտեզագրած վիճակով, իր տեսարժան վայրերով ամբողջ Արցախ աշխարհում շրջել է, ու սա այսօր դարձավ պատմություն։ Բա։ Դե հիմա մեզնից Անհասանելի պատմություն։ Ես հույս ունեմ, որ մի օր մենք կվերադառնանք բարեկամները։ Այս Արցախի մանրատեղանունները շատ արժեքավոր գործ է, էլի։ Նման բան, նման աշխատանք, դուք պատկերացնում եք ոնց որ դուք ոչ գյուղից եք եկած, ձեր գյուղը իր շրջակայքում, ինչ աղբյուրներ կան, ինչ գետեր կան, ինչ ով է սա արկեսա։ Սամվել Կարապետյանը էլ են հուշարձանագետ։ Հա։ Ես միշտ իրան գովազդում եմ, չէ՞։ Իհարկե հանգուցյալ է արդեն։ Բայց ասեմ, որ ինքը Վայոց ձորի փեսա է։ Հա։ Իր կինը Էմմա Աբրահամյանը, երկրորդ կինը, Աշոտ Աբրահամյանի թոռնուհին է, այն Գլանձորի համալսարանի պատմության հեղինակ է, Աշոտ Աբրահամյանը։ Դե մենք այդքան լավ տեղակ չենք, հա։ Բայց ես հիացած եմ, ապշած եմ։ Ուրախ ես որ քեզ բերեցի։ Այո, շատ։ Այստեղ թաքնված է մի հսկայական հարստություն։ Ես չեմ Այստեղ չեմ եղել։ Մի հարստություն։ Դու ինձ նեղացնում ես, լավ։ Մի Ստեփան, այստեղ մի հարստություն է թաքնված։ Ու գիտես իմ հարցերի փնտրտուքների պատասխանը ես ստացա այս գրքով, բացահայտեցի իմացա, պետք է գնամ գրադարանից վերցնեմ կարդամ։ Մոսկվայի կործանումը։ Այո։ Այս իրական փաստերը։ Հա։ Սա գեղարվեստական Ենթադրաբար պատմավեպ է, որի հիմքում ընկած է Մոզ քաղաքի կործանման պատմությունը։ Դե պատմելով որ Ստեփանոս Օրբելյան, Ստեփանոս Սյունեցուն դավադրաբար սպանեց մեկին, դրա մասին իմիջիայլոց փանահատում կխոսենք։ Հա, խոսենք, Գնացինք։ մենք ամեն ինչի մասին այսօր խոսելու ենք։ Այսօր շատ հետաքրքիր տուր են կազմակերպում նոր տուրսի հետ։ Կարասնա։ Ես եմ կազմել, բայց տվել եմ նկարիչը, Շատ լավ է, շատ լավ։ Տոհմածառ, այն որ շատերս կերազենք մեր տոհմածառը ճանաչել, ունենալ։ Հա, այսպես։ Օրինակ ես գաղթած եկածների 6-րդ ծերունդն եմ, իմ երեխեքը Տարոնը 7-րդ, իր երեխան 8-րդ ծերունդ։ 1828-ին ենք, չէ՞ դե եկել մեր պապերը Խոյից Նոր տուրս։ Նոր տուրս։ Նոր տուրս, նազ։ Այո, նոր տուրս։ Լավ տուրս է։ Աշոտ մի հատ նկարի այստեղ։ Համարն է։ Ահա սիրելի հետևորդներ, կարող եք զանգահարել այս համարով եւ դուք կշրջեք Վայոց ձորով։ Ու ոնց ասեմ, տենց, չգիտեմ, ձեր բոլոր հարցերի պատասխանները դուք կստանաք այս բանիմաց խելացի անձնավորությունից, Աշոտ ցուցադրի։ Նոր տուրս այնքան կարևոր չի, ինչքան որ ես բանը կուզեմ, որ Վայոց ձոր եկող է, այցելող է, մի փոքր բացահայտի իր պատմությունը, իր անցյալը իմանա, էլի։ Ճիշտ է, հայոց պատմությունը շատ հարուստ է։ Մենք դրա մի մասն ենք, չէ՞ գրում։ Բայց եթե գտնում է ճիշտ տեղը, դիմում է ճիշտ մարդուն, իմանում է շատ ամեն ինչ։ Ճիշտ տեղեկություն, ճիշտ ինֆորմացիա։ Ես կարող եմ դες ցույց տամ, հա, բայց ձեր նման չեմ կարող, այնպես որ գնացիք ցույց տալու։ Բայց ես նոր մարդուն հետ շատ չի հետաքրքրում, են մանրամասները բաները։ Չէ, օրինակ, Օրինակ մենք մակերեսորեն ամենահետաքրքիր դրոկը նկարագրենք, բայց այս մանրամասները կուզեք իմանալ, կգաք նոր տուրս, լավ։ Կգաք ամեն ինչը մեր պարոն որ դիճ։ Պապան պետք է մի հատ ասում։ նոր տուրս։ Շատ հավեսեր, հուսողությունը շատ բարձր է ու պատկերացրեք ինչ անակնկալներ, ինչ բացահայտումներ է մեզ սպասվելու։ Եղանակին էլ չեմ նայում, գնացինք։ Գնում ենք թանգարան։ Բարեկամներ գնում ենք Սուրբ Հակոբ եկեղեցին, որը վերածել են գլազ։ Ստեփան, բացա ինք է։ Հա, ասենք կբացեն, օպարս է, հա։ Հիմա մենք գնում ենք Սուրբ Հակոբ եկեղեցի, որը հիմա ներկայիս ծառայում է որպես Գլաձորի թանգարանի Գլաձորի
համալսարանի թանգարան։ Այնտեղ կա լիքը հետաքրքիր բաներ։ Գնացինք։ Կանչում նրանք շատ հզոր են իրենց։ Ես օրինակ չեմ իմացել, Ստեփան։ Բա, իմանայիր։ Հիմա Լուրջ եմ ասում, չեմ իմացել։ Վարդանի բասկի ցույց տվեք։ Վարդան, արի Վարդան։ Քո գործը դժվար է։ Այդ պահը նկարեք էլ շատ սիրել եմ։ Գնացին։ Արի։ Հայրենիք Վարդան եկար։ Դե նստիր գնացինք, ախպերս։ Կարող է լսած եք, եթե շատ եք։ Եթե ոչ, ապա դուք ծանոթանում եք մեր տարածքին նորովի Նորիկ Մկրտչյանի հետ միասին։ Տեսեք ինչ գեղեցիկ մեքենաներով, այսպես հավեսով տանում են, էլի, ասենք դուք գալիս եք ու զգում եք թեթևություն, հանգստություն, որովհետև նրանք ամեն ինչ անում են ձեզ համար գեղեցիկ, հանգիստ, ապա կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ համ ինֆորմացված եք լինում, համ հայրենասիրության հետ եք ծանոթանում, համ հայոց գինին եք խմում եւ հայոց դաշտերում ամենակարևորը։ Այսօր օրը մթնշաղ է, անձրևոտ, բայց մեր հոգիներում արև է եւ մեր անուշ աղբերն է, բարե կազմակերպել մեզ համար։ Ահա։ Իրոք տուր կազմակերպողը պետք է տեղեկացված լինի ամեն ինչից, այն որ հարցեր տաս ու պատասխանները հստակ գտնես։ Պատմության մասին, դրա համար էլ ես իմ հայրենիքը շատ եմ սիրում։ Դպել ենք եւ եկել ենք, որ բնակեցնենք մեր պատմական հողերը, 7 եղբայրները եկել են ու մեր գյուղում բնակվել եւ ինչն են առաջինը տեսել։ Այստեղ ժամանակին ամբողջովին եղել են կուզենու ծառեր, ինչպես որ հիմա շատ կան կուզենու ծառեր, ուղղակի այն ժամանակ ավելի շատ է եղել, այնքան որ պատմության մեջ գրել են, որ բանով ավելով կարողացել են փոփոկը հավաքել։ Այդքան շատ փոփոկի ծառայել է ու փոփոկը այդ ծառերի վրա էլ նա, այս ծառերի վրա փոփոկի ծառերը եղել։ Բայց քանի որ մենք սիրում ենք անտառահատումներ, անտառահատել ենք, քաչալացրել ենք, էլի։ Դարձել է ճաղատ մեր լեռը, բայց ոչինչ։ Հուսանք մի օր այդ հարցը կլուծվի։ Եվ ինչն են առաջինը նկատել մեր գյուղ գալով, հենց Սուրբ Հակոբի գմբեթը, տեսեք, հիմա էլ այն նշմարվում է, շողում է եւ մեզ կանչում իր մոտ։ Ահա բախներս բերեց, այսօր այստեղ տուրիստներ կան։ Ցան պահապանները եւ մանկությունն ինձ օգնած են։ Կրթած մարդիկ։ Մեծ ախպեր բախտեսը։ Բա Աշոտ ջան։ Եկել եք տեսանկարը անենք մեր դարձույթ նկարանը։ Այդպես Ես առաջին անգամ եմ այստեղ, առաջին անգամ եմ գալիս, բացահայտում։ Այդպես ում եք եք։ Ճանաչում ես մեր ամենքիցն է, չէ՞, հնագետ։ Գլխարկով ես, բայց ճանաչեցի։ Դա ստիլի մեջ է այսօր։ Բարև ձեզ։ Երբ եք շարունակում ձեր գործունեությունը։ Որը չէ սարի պալատը։ Չէ։ Այստեղ երևի գերեզման է եղել։ Գերեզման։ Դե առաջ հյուղարկավորել են եկեղեցու բակում, չէ՞, մարդկանց, քահանաներին, տերտերներին։ Դե հիմա մի քիչ սկսենք մեր բանը։ Ներսից սկսենք թե դրսից։ Վարդան, այստեղ հենց այն պահն է, որ պետք է դռան օգտագործես։ Հիմա մենք դռանով մեր հայրենի գյուղը ցույց կտանք, Սուրբ Հակոբ եկեղեցին, որի վրա ես մանուկ ժամանակ քշտոտել եմ։ Հա։ Ինչա։ Երկրորդ, հա։ Աշ քո մոտ է, չէ՞ միկրոֆոնը։ Չէ։ Հիմա դռանով կնկարենք։ Դիմուր կտանեմ։ Մենք արդեն կարող ենք սկսել պատմական յուղի տարածքում, որը միջնադարում հայտնի է Սարկողովք անուններով։ Ստեփանոս Օրբելյանը, Սյունյաց պատմիչը, Վայոց ձորի հարկատու գյուղերի ցուցակում նշում է Սարկովի գյուղը, որը ամենամեծ հարկն է տվել։ Այսինքն ինչքան բնակավայրը մեծ ա եղել, այնքան մեծ է եղել, չէ՞։ հարկ են 20 թվով է։ Մնացածները 8, 10, 12 բան, բայց Սարկովին ներկայիս Վերնաշենը եւ այդ գյուղի երկու պատմական հին եկեղեցիներից մեկը Սուրբ Հակոբն է, որի բակում ենք հիմա։ Ճիշտ է, երբ որ 1980-ական թվականներին մտածում էին նշել Գլաձորի միջնադարյան հռչակավոր համալսարանի 700-ամյակը, պետք էր մի տարածք, որը թանգարանի վերածեին։ Սուրբ Հակոբ բազիլիկը, ինքը տարածքով մեծ է, եռանավ բազիլիկա, հեսա ներս կգնանք կտեսնենք, վերածեցին Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի։
մինչև հիմա էլ ցուցադրվում են այդ թանգարան համալսարանին վերաբերվող նյութերը, հա, ինչ առարկաներ են դասավանդվել, բայց մինչև ներս գնալը ես կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել այս հուշարձանախ խմբի վրա, որտեղ ցույց են տված այս 7 սյուները, հա, հուշասյուները, հուշում են թե Գլաձորի միջնադարյան համալսարանում ինչ առարկաներ են դասավանդվել։ Հələ տեսեք, քերականություն, ճարտասանություն, հռետորական արվեստ, հա, այդ լավ խոսելու էլի, ռետորիկա, տրամաբանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, մի խոսքով, այսինքն իսկական համալսարան, պատահական չի, որ ինքը համալսարան անունը, թե չէ դպրոցներ, բարձրագույն դպրոցներ մենք պատմական Հայաստանում շատ ենք։ Բոլորը մեկը մեկի հետ կապ ունեն։ Այո, այսինքն ուսման տևողությունը 7 տարի էր, Գլաձորի համալսարանում ուսման տևողությունը 7 տարի ժամանակակից բժշկական ինստիտուտների չէ, եւ վերջում շրջանավարտները պետքա վարդապետական թեզ պաշտպանեին ժյուրիի ներկայությամբ հանձնաժողովին ստանային վարդապետի։ Իսկ մի հարց կարելի է, դուք այժմյա այդ դպրոցների այդ կրթական համակարգից գոհ եք։ Չէ, մենք հիմա շատ ենք հեռացել մեր այն իսկական ճիշտ ավանդական։ Տեսեք, հենց ճարտասանությունը, տեսեք, բոլորը իրար հետ կապ ունեն։ Բոլորը իրար հետ կապ ունեն, չէ՞։ Իսկ մեր այժմյա կրթական համակարգում դպրոցներում շատ անգամ լսել եմ. դու ընտրիր այս առարկան, այս առարկան քեզ պետք չի։ Բայց չգիտեմ, որ բոլոր առարկաները մեկը մյուսի հետ կապ ունեն։ Տեսեք, տրամաբանություն, ճարտասանություն, դրանք այն առարկաներն են, որ պետք են ամեն մարդուն ամբողջ կյանքի համար, չէ՞։ Ճիշտ է։ Իսկ ասենք ներ մասնագիտացված բաները դրանք դառնում ես գործիք, էլի։ Մենք ժամանակակից կրթությունը մի քիչ մարդուն պատրաստում որպես աշխատանքի գործիք, որ իրանից կորզես իրա, բայց աշխարհը ճանաչելու համար, տիեզերքը ճանաչելու համար պետք է աստղաբաշխություն, չէ՞։ Բոլորը միասին։ Որը արել են մեր նախնիները 740 տարի առաջ, հա։ Հիմնադրումից անցել է 742 տարի, էլի, այս տարիներից։ Եկեք մենք անցնենք 7 դար ու կես։ Հեսա Այստեղ բացի Գլաձորից, տեսեք հնագետներ կան գնում են գալիս են, չէ՞, այստեղ ներկայացնում այստեղ ներկայացնում նաև պեղումների արդյունքները ինչ են գտել Վայոց ձորում, օրինակ անցյալ տարի Սմբատաբերդում շատ իվանքում պեղումներ արեցին, շատ հետաքրքիր։ Հիմա ես կուզեմ sense մի հատ արագ ընդհանուր անցնենք, այս Գլաձորի համալսարան։ Այստեղ ինչ կտեսնեք, բնօրինակները չեն, իրանք կոպիաներն են, էլի, կրկնօրինակներ։ Իսկականները պահվում են Մատենադարանում հատուկ ջերմաստիճանի պայմաններում, որովհետև մագաղաթը, ձեռագիրը այն բանն է, որ պետք է ճիշտ միջավայրում մնա, որ շուտ չփչանա։ Այս ինչ որ տեսնում եք, ստեղծված են Գլաձորի համալսարանում։ Այսինքն ենթադրությունը ճիշտ է, որ բավականին լուրջ համալսարան է եղել իր ժամանակների։ Կողքով նկարում ես չի երևում, այս ցանցարը, որ մարդիկ տեսնեն։ Որ Գլաձորին անվանել են երկրորդ Աթենք Պանզարի։ Աշխարհի մասշտաբով Աթենքը իր համալսարաններով, ակադեմիայով Պլատոնի ստեղծել։ Աշխարհահռչակ է, չէ՞, բայց Գլաձորին համեմատել են աթենական այդ բարձր դպրոցների հետ, որը փիլիսոփայության հայրենիքն է, գիտությունների հայրենիքն է, չէ՞, հունական մշակ։ Գլաձորը համարվել է երկրորդ Աթենք Պանզարը, իմաստության կաչկասի խոսքով։ Կարելի է ասել։ Սա ինչ որ ստեղ կա, այստեղ ինչ տեսնում եք դրա Գլաձորի համալսարանում, բայց նաև նոր բացահայտումներ, երբեք չեմ եկել, լսել եմ, ապրել եմ 20 քանի տարի այս մարզում եւ երբեք լսել եմ, բայց երբեք չեմ եկել։ Սա մեծ առիթ էր, մեծ պատիվ էր ինձ, որ ես եկա այստեղ։ դպրոցների նշաններ։ Ծոներ են, կարասների, կճուճների, կտորներ, խեցեղեն, թասեր, այս թասերի կտորներ։ Սինչա։ Էս ինչա։ Որը։ այս ճարտարապետությունը, Տափաշիշ։ Դնում ես, չէ, կտորներ է։
Պեղումների արդյունքում են հայտնաբերվել այս ամենը։ Մի փոքր պատմական ինֆորմացիա, որ Գլազուրի այդ հռչակավոր դպրոցը, որ ստեղծվեց հենց Վայոց ձորում, դա մեր Պրոշյան իշխանական տան շնորհքն է, Պրոշյան խաղբակյան իշխանների, որոնք ծագումով Արցախից էին, բայց հաստատվել էին այստեղ, իրանք այն Իվան Զաքարյանների վասալներն էին, ֆեոդալական բանկար, չէ, հիերարխիա։ Ամբողջ Վայոց ձորը, մի մասը, ամբողջը չէ, մի մասը Օրբելյաններն էին հոգևոր իշխանության, բայց կարևոր մասը Պրոշյաններ։ Ծաղկաձորի Կեչառիսից Գեղարքունիքի ամբողջ մարզով Սևանալճի ավազանով, Վայոց ձորով գա մինչև գնա Նախիջևան Պրոշյանների կալվածներն ա եղել։ Եվ իրանք հրավիրեցին այստեղ Ներսես Մշեցուն, որը Մուշ քաղաքի Գայլեձորից եկավ այստեղ, աղբեր ծվանքը տրամադրեցին իրեն, որ հիմնի դպրոց։ Որովհետև այնտեղ քաղաքական վիճակը վատ էր, այստեղ մեր օրբելյանները կարողացել էին մոնղոլական խաների հետ լավ հարաբերություններ ստեղծել, համեմատաբար անվտանգ վիճակ։ Հաստատ մի բան արել են։ Վերջը Պրոշյանները հովանավորել են Գլազորը, հետո, բայց երկար տարիներ Գլազորի ռաբունապետ ուսուցչապետ է եղել, իր աշակերտը Եսայի Նչեցին, որի արձանը Եղեգնաձորի մուտքի մոտ մենք տեսնում ենք, չէ՞։ Ճիշտ է, ինքը աբստրակտի մեջ արած գործ է, չէ՞։ Իրան ավելի շատ, չգիտեմ, Գեղարվեստորեն են պատմում։ Թոքմաջյանն է դրա հեղինակը։ Թոքմաջյանը, որ նոր բան հայտնի, որ Սևակինել էր նույն ոճով։ ու նա պատմեց ինչի համար է տենց։ Դե Առնո Բաբաջանյանին քանդակել են օպերայի բակում, ինքը բացի Առնո Բաբաջանյանից ինչ ասես իր մեջ կարող ես տեսնել, բայց իրանք այդ ոճի մեջ կամ Քոչարը երված չէ։ Դե մենք հիմա Եսայի Նչեցին 54 տարի ղեկավարել է Գլազորի համալսարանը։ Հիմա որ sense ասում եք, ստեղ կա իրանք։ Նա քեզինքն է, Եսայի Նչեցին է։ Տեսեք, Վեր։ բայց իրան տեսա է որ հիշեցի։ Բա, նայ, տեսեք, նա մեծ ուսուցիչն է։ Այս մեր ցախածքարի վանական համալիրը մինչև վերանորոգվել է։ Հիմա վերանորոգված է Բագրատունների սիմվոլն է, որ առյուծը խեղդում է խոշոր եղջերավորի էլի ցուրի։ Հա, Վերջերս լույս տեսավ հայտնի պատմաբան Կարեն Մաթևոսյանի Գլազուրի համալսարանի իմաստներն տեսնել, ուրեմն բոլոր աշակերտների դեպքերը Կճուճ, Մաշուկ, նա ինչ է դա։ Այս քանդակի դեպք չէ։ Սիվաց ջարդվածը նորից սարքել են։ Ալի այսինքն 13-ից 14-րդ դար։ Դե ջարդվածը սարքել են։ Հայոց այգուբենի Սա փոր 14-ից 15-րդ դար։ Այս քանդակի օրիգինալը, բնօրինակը գտնվում է Երևանի պետական համալսարանի բակում։ Տեսած մանրակերը։ Մենք Կարեն Մաթևոսյանի գիրքումներ չէ։ Դրա վրա մենք անում թե կա ցուցադրող առանձին։ Այդ գիրքը Մավիտես մարդը։ Դա բանիմաց մարդ, այն որ խոսում է, ամեն մի խոսքից մի բան է առաջանում, պատմաբան։ Արի, անպահի, արի։ Այն նկարը, որտեղ բոլոր սաները երևում են, ահա, ունեք, դրա մեջ է, հլը էջի գտնենք, հլը այստեղ ուշադրություն դարձեք, հլը տեսեք, ես սա գլուխ գործոց պատկեր է, էլի, բոլոր դիմագծերը այնքան նուրբ փոքր չափսերի են, բայց առանձին Գլազորի սաների դիմանկարներն են, այսինքն ոչ թե ապրես, մեր ժամանակակից լեզու, տեսեք, ուրեմն շրջանավարտներն են, ինչ որ մի հատվածի։ Կարելի է ուղղակի մարդկանց նկարել, չէ, այսքան շատ դեմքերով, բայց իրանք բոլորը առանձին դիմագծեր են։ Եվ ուսուցչապետը ամենավերևում նստած, չէ, Եսայի Նչեցին, որ պրոցեսը ղեկավարում է։ Ասեցի, չէ, որ 7 տարի սովորելուց հետո վարդապետական թեզ էին պաշտպանում, ավարտաճառ էլի։ Դրանցից օրինակ Գլազորը իր գործունեության 58 տարիներին 360 սաներ, 360 շրջանավարտներ ստացել են վարդապետի։ Դա քիչ բան չի, այսինքն մեծ ներդրում է ունեցել մեր միջնադարյան մշակույթի, գիտության, պատմության մեջ։ Էլ չասեմ, որ դավանանքի համար մռվող պայքար կար, այն ժամանակ պատմությունից գեշեք ունիթորականներ, հակաունիտար, կաթոլիկ եկեղեցին միշտ փորձել է մեզ մեր դավանանքից
Կտրի։ տանի դեպի Իրան էլի, այսինքն մենք էլ իր նույնը դավանենք ինչ-որ, բայց հայ առաքելական եկեղեցին մնաց Աշխարհում միակն է, չէ՞։ ու մենակ մենք ենք, որ Այդ ձևի։ Հա։ Դե մեր հոգին զա Սունկներ են, կտորներ են, ամբողջությամբ չեն, բայց դե կտորներն էլ իրանք պատմական արժեք ունեն, պատմական նշանակություն ունեն։ Դրանք որտեղից են հայտնաբերվել, պեղումներ կատարվել, որտեղից են։ Սա Չեսարի պալատի պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներն են։ Գտածությունների տակ գտնվող բոլոր եւ նաեւ խորամի արժեքավորված իրան գտածություններ ունեն։ Չեսարի պալատի պեղումների արդյունքում ահա այսպիսի պալատներ կետայտվում են կարող եք տեսնել։ Սրանք ջրաքամարներ են։ Օրինակ ես ինչ եք հայտնաբերել։ Սրանք ինձ հետաքրքրեց։ այստեղ չես եղել։ Չէ։ Իսկ մենք եղել ենք։ Երբեք։ Հնագետների Գիտեք ինչ եմ նայում։ Չեսարի պալատի ամենաամբողջական գտածոն դա այն կուժն է, հենց մեջտեղում որ տեսնեք, մի փոքր բան է պակասում։ Պակասում։ Հենց այդ կուժն է։ Բայց այդպես լրի բան վիճակում, թե հետո կտորները կպցրել են իրար։ Հա, կտորները Կպցրել են, հավաքել են։ Հա, այլ երևում է որ հավաքած է, ինքը կպցրած է։ Հա, մի կտորը չկա։ Դերից որ ժամանակակից արհեստավորը չի կարող պատրաստի այն ինչ որ ժամանակին մի 3000-ամյա առաջ մեծանում է։ մեծամոտ։ լավ տեղեր, աշոտ, արի իսկ գործիքները նայենք, արի, պահի, սիրում պահի, նայ, հետաքրքիր է, չէ։ Սկսի։ Իսի կացին է երևի։ Հա, գործիքներ, աշխատանքային գործիքներ, կենցաղային առարկաներ։ Պրոստը լույս անգնում չի երևում, այսպես պիտի։ 19-20-րդ դարի Հա։ Արի, մնացի։ Խաղում եք իհարկե, քանահատ, հետո սուրբ խաչը, հետո կիրճի մեջ պետք է ուտելիք պատրաստենք, նազր լավ խոհարարուհի է, ես էլ օգնական եմ։ Աբատես պլանավորում ես մեր զավան։ Մեր զավան, այո, մեր զավային ուզում ենք մի բան պատրաստել, անուշ անել ու վերադառնալ։ Լավ բան է, չէ՞ մտածել։ Դե մեզ Իհարկե, հաջողություն հետագա բան ընթացքում։ մենք շնորհակալ ենք։ Շատ հաճելի էր։ Եթե այցելեք, խնդրում եմ Նախօրոք նշեցրեք։ Նաև գրություն է պետք Գրություն։ պատրաստել համաձայնեցնելու համար։ հատկապես նկարահանման։ Հա։ Սա ասած փոխիչում է։ Ես շատ շնորհակալ եմ փորձիչման համար, բայց այդ մեր թաղն է, էլի։ Շնորհակալություն։ Ես մանկության եկեղեցին է, էլի, հա։ Այո, ես գիտեմ։ Դուք պետությունը ինչքան կերել եմ բիլդինգ կանեմ, եթե բան անեն, հա։ Ես էլ ձեզ հետ կմասնակցեմ։ Ես շնորհակալ Եթե եմ։ մենք ամեն ինչ օրենքով Շնորհակալ։ Իհարկե, օրենքը ես հարգում Այդ եմ։ ընթացակարգն է, էլի։ Եկեք ընթացակարգով շարժվեք թանը, ուսամ ընդ գրություն պետք չի լինի։ Ես իրանց հետ Ուզում եմ նոր տուրի հետ անընդհատ տուր անել, նոր տուրսի հետ։ Նոր տուրսը ընկերներ 12 տարվա պատմություն ունի, կայանը։ Դե նոզը Ծաղկից արտերն են եւ նանոգոմը ընկերներ, որի գոմախբը ելել ու լսվում է ձորը։ Օ խաչքարեր Տապրկիր է, չէ, հլարի աշ Ինչ կառույց է եղել այստեղ Հաշել ես քարը Նայ Սանդ Հա? Երևի ստեղ բան են լցրել, ծեծել Մի քիչ սիրում բայ Չի երևում, արև որում գնում է մեջի, արև լմի արա Հավեսա, չէ? Այսպես ինչ ծաղ Հա? Նազ, առաջ անգամ ես դե։ Հա, Կարող ես եկել մետրանը հատիվանական համալի։ Ուրեմն
Աշոտ, երևի ստեղից ինչ որ բան են տենց ծեծել, լցրել։ Աշոտ, սրանք երևի գերեզմաններ են։ Հա։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես առաջին անգամ եմ այստեղ Թանահատի վանքում, սիրելի հետևորդներ, ու տեսեք հին քարե կտորներ, բեկորներ, հսկայական կառույց է եղել այստեղ, Գլաձորի համալսարանը։ Հա։ Բեմ, այստեղ սիրելի հետևորդներ եղել է բեմ։ Ոյ, ես ինձ սիրուն է, ինձ սիրուն տեսարան, երևում է ողջ դաշտերը սարեր։ Եղանակը մեր կողմից էր, տեսեք, եղանակն էլ ուրախացավ, որ մենք եկել ենք այստեղ, սիրելի հետևորդներ, ինչ հարստություն, ինչ գանձեր, ներքևում էլի շինություններ կան։ Քանդված։ Միայն մեր եւ այս ամենի մեջ իհարկե ես չեմ կարող չնկատել բանջարները, հələ ինչ խնջլոզներ կան։ Աշնայ։ Նայ էլի հետաքրքիր է, չէ։ Այս գերեզման է եղել, տես մարդու տենց գլուխ է նկարած, քարի վրա նայ։ Հետա, տես։ Նույնն էլ է, Սաշելը։ Մի հատ իջի ներքև, որ ես իջնեմ։ Ու շատ ցավալի է, որ նման վայրերը մոռացության են ենթարկվում, հա։ Չէ, որտեղից գիտեմ։ Առաջին անգամ եմ գալիս, Աշոտ ջան։ Հələ նայ ներքևը, էլի շինություններ, տես այնտեղ բնակատեղի է եղել։ Այդ ձորերի սարերի արանքում, սիրելի հետևորդներ, բնակատեղի է, քարե այդ բեկորները, քանդված կտորները, մարդիկ ապրել են այստեղ ժամանակի ընթացքում, նայ, Աշոտ, այն կողմի վրա։ Հա, նայ, այն կողմի վրա ամբողջը շինություններ է եղել։ Հա, Գլաձորի համալսարան, գեղեցին, Սուրբ Վանական համալիրը։ Հեռվում այգիներ են, մարդիկ զբաղվում են խաղողագործությամբ։ Գնանք, արի Աշոտ, գնանք տեղեկություններ լսենք, մեր ենթադրություններով, տենց նայելով ոչինչ չենք հասկանա, գնանք ստույգ տեղեկություններ իմանանք։ Հայ, քարերը։ Այդպես, սա ավանդույթը, խառը, սենց զրույցը, պատմությունը, բայց նորից եմ ասում, որ պատմիչների մոտ դա կա, որ Թանահատը կառուցվեց 8-րդ դարի գործիչ Ստեփանոս Սյունեցուն գերեզմանի վրա։ Ու Գլաձորի համալսարանի ու Աղբերձ վանքի այս վիճելի հարցը ոչ մի կերպ չի կապնում էլի, չի նույնացվում այդ իրադարձությանը։ Սա լրիվ ուրիշ վանական համալիր, այստեղ անապատականներ են ապրել, աշխարհի կյանքից հրաժարված մարդիկ, սնվել են հիմնականում բուսակերությամբ եւ այլ, այսինքն կենդանական հենց Գլաձորի համալսարանի 700-ամյակի տոնակատարությունը նշելուց առաջ, հա, պետպատվերով, Գիտությունների ակադեմիայի պատմության ազգագրության հնագիտության ինստիտուտի Իգիթ Ղարիբյանի արշավախումբը, դա հայտնի պատմաբան հնագետ է, էլի, եկան այստեղ հետազոտություններ, պեղումներ կատարեցին, գտել են շատ բաներ։ Հիմա իմ ցանկացած վանական համալիրի բակում պեղումներ անես, գտես շատ բաներ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ինքը համալսարան։ Նրանք շատերն ասում են, այս սենյակները բա ինչի համար են։ Ցանկացած վանական համալիր իրենքից ունի օժանդակ կառույցներ, որտեղ ապրել են
Վանականներ։ բանը չէ։ Բայց ներկա պահին Չի բացառվում, որ այստեղ Բայց այն զորի մեջ տները, հա եղել։ Տեսեք, ժամանակին այս տները եղել, տարածքում, նայեցի, Թանահատի տեսա։ մերձակա տարածքում բնակավայր է եղել, հա 13-րդ դարում, 18-րդ դարում, բայց այստեղից հեռացել են։ Ընդ որում մեր հարևանն Սխալ են արել։ Շատ սիրուն Եվ տեղ։ Արկյազի տարածքում այնտեղ մոտիկ եւ այսինքն որտեղ մի փոքր աղբյուր կար, ջուր կար, Անդե հավաքվում են, ջուրն էր էլի որոշում։ Ժամանակի բնակավայրերը փոքր էին, բայց շատ։ Օրինակ միայն Նորավանքի հարկատու գյուղերի ցանկը 92 է։ Այսօր ամբողջ Վայոց ձորում կա 44 բնակավայր։ Պատկերացնում եք, ասենք 44 ու 92 մենակ Նորավանքի հարկատուները։ Մեծ հարցն է։ Այդ Սարյանն ի՞նչ է բացի Ծերտեկայան։ Այն այս մոտիկը Այդ մոդից հեն ամենաբան գայլասարն է, գիտեմ։ այդ Ծերտեկայան դուք եք ասում կայ։ Հա, շլյան։ Եվ այստեղ խաչքարերի վրա այն որ մեր մանկության, որ ասում ենք թուրքական զատիկ, հիշում ես Աշոտ։ Թուրքական զատիկ։ Դու խաղում էիր ես բլոճներով, փոքր ժամանակ պապուկներով, սրանցով հիշում ես։ Այս սիրուն է։ Հա, շլյարի։ Դարերի պատմություն։ Ինչքան սիրուն է, ինչքան չքնաղ է մեր երկիրը, մեր Հայաստանը։ Ամբողջ օրը զբաղվում ենք մեր գործերով, մեր առօրյայով, գործ ենք անում, վայ, այս գործն էլ անեմ, այս գործն էլ եւ չենք դուրս գալիս մեր շրջակա միջավայրը ուսումնասիրելու։ Գործերը, բայց սա էլ է կարևոր։ Օտարազգի տուրիստները այն աշխարհից ծայրից գալիս են եւ նման վայրերով հիանում գնում են։ Իսկ մենք Վայոց ձորի բնակիչներս, որ մեզ կպած է, կոպիտ ասած մեր քթի տակ է, մենք ժամանակ չենք տրամադրում դուրս գալ, շրջել, ճանաչել, իմանալ մեր մշակույթը, մեր ծագումը, մեր պատմական արժեքները։ Ուղղակի ես հիացած եմ, լուռ նայում եմ այս խաչքարերին, քարիբեկորներին ու մտքով գնում եմ անցյալ։ Ինչքան խելացի են եղել մարդիկ, ինչքան ստեղծագործական ջիղ են ունեցել, մեծ տաղանդ։ Ինչ? Հա, ջուրը։ Հա, բա։ Հիացած եմ ես, հիացած։ Հնարավոր է ամեն ինչ ունենց են արել, պատմության էջերից ջնջել են, որ մարդիկ չիմանան ուղղակի տեղը։ Չի բացառում։ Օրինակ սաներից մեկը Տիրատու Ֆիլիպեցին հիմնեց Գլադորի փակվելուց հետո։ Հերմոնի համալսարանը։ Հերմոնի վանքը գիտես։ Այ, ես գիտեի մեր այդ վայքի դաշտերից, սարերից այն կողմ, էլ սարեր, լեռներ չկան, սարերի հետևը սարեր, լեռների հետևը լեռներ ու ճանապարհներ, որոնք մեզ բերում են այսպիսի հրաշալի վայր։ Բա ինչ կլինի, այստեղ սունկեկ կլինի, Աշոտ ջան, տարբեր տեսակի բանջարներ էլ, ամեն ինչ էր, մեր դաշտերը հարուստ են, թե սննդի հարցով, թե մշակույթի, թե պատմական արժեքներով։ Կարելի, բայց արել են։ Այնտեղ են, տեսեք, հերվիսերի ու մեկ, որը կանգուն, որը խաչքարի կան, դապանակարի կան, այսինքն ժամանակին է, որի որ դա ասել եք, այդ նույն ժամանակների, տեսեք, ստեղ սրբավայր եղել է 8-րդ դարի, բայց այս վանքը, կառուցել է 13-րդ։ Այն սարի վրա գերեզմաններ, հա? Ու միջնադարյան գերեզման։ Իսկ սա ինչ է։ Որը։ Տեսեք, ես
տարբեր դետալներ կան, չէ՞, Հա։ տեսակ։ Դուք սանդը գիտեք։ Հա, հենց ես ասեցի, որ սանդա բլոգի մեջը փոս, Հա։ յուրացրել են ցորեն, Սանդա։ դինգով ծեծել են։ ծեծել են, հավանք։ Նույնն էլ են քարի կտորը, չէ՞ երևի։ Ծեծել են, լցվել է երևի։ Սյուների հիմքեր, Հա։ որոնք այն ժամանակ քարի մեջ հագցնում էին, որ երկրաշարժի ժամանակ դե վայոց զորքերը Տեսար, որ ասեցի սանդա։ կործանվեց Հա։ 10,000-անոց քաղաք։ Ուզում եմ ասել, ստեղ Մոզն շատ դե բան այլ է։ էլ։ Մոզը, Հա։ Մալիշկա եւ Վայք քաղաքների միջակայքում։ Այսինքն դե ինքան հրաբուխ այնքան շատ է, որ Հրաբուխ չէ, այդ սխալը չկրկնի։ Չեմ կրկնի։ Տեսեք, ես քանի որ ստեղից վայոց սարը երևում է, թե չի, հա, Երևում է, Հենա։ Հա։ Վայոց սարի հրաբուխը ժայթքել է վերջին անգամ 234,000 տարի առաջ։ Հա։ Այն որ ստեղ հələ մենք ոչ մոզ, ոչ Եղեգնաձոր, ոչ Սարկողի, ոչ Գլաձորի համալսարան, որ ուղղակի ժողովուրդը բնակավայրի կործանումը սխալմամբ կապում են իր հետ։ Ճիշտ է, այդ ապարները հրաբխային ծագման են, չէ՞, ստեղ են մենք հրաբխային ծագման շատ ապար։ Վայքում շատ կա։ Բայց մոզը հրաբխի պատճառով չի, երկրաշարժն է քանդել մոզը։ Այդ ժամանակ հրաբուխ չի գործել։ Այդ դեպքում հրաբուխը կհամարվեր գործող հրաբուխ, Ստեփան։ Հրաբուխը կհամարվեր գործող, այսինքն մարդկության օրոք ակտիվություն է ցուցաբերել։ Բայց մենք Հայաստանում բան գործող հրաբուխ չունենք, բոլորը հանգած են։ Ես ինչ հայտնաբերում։ Էսի բանը իմ մանկության սիրած խաղերից էր։ Ես սրանք սիրող զույգերն են։ Էսի բանը մեր Են արել այդ պեղումների լավագույն գտածոները հիմա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։ Հա, ճիշտ է, մենք այնտեղ եղել ենք։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում Վիդեոն կնշեք։ շատ արտեֆակտներ կան, հա, գտածոներ։ Այսինքն անընդհատ ինքը նույնիսկ Նոր տուրսը կազմակերպում է հրաշալի տուրեր, ահա, եկեք և բացահայտեք մեր աշխարհը, մանավանդ Վայոց ձորը։ Ահա։ Ոյ, փառք ես Տեր Աստված, փառք ես մեր բոլոր օրերի համար, որ կազմակերպում է հետաքրքիր, հաճելի, ուրախ, իհարկե դժվար օրեր էլ են լինում, բայց դե այնքան հաճելի բաներ կան, այնքան հետաքրքիր վայրեր, գեղեցկություններ, որ մենք մի պահ մոռանում ենք մեր հոգսերը, մեր գործերը, այո, եկեք դուք էլ սիրելի հետևորդներ և կտրվեք ձեր առօրյայից, հոգսերից, տեսեք, դիտեք, զննեք ու հիացեք, այո, փառք ես Տեր Աստված։ Եվ մոմ վառեցինք, խնդրեցինք, աղոթեցինք, մեր երազանքների իրականացում խնդրեցինք, ինչու՞ չէ նաև մոմն էլ վառեցի սիրելի հետևորդներ ձեզ համար, բոլորիս համար, բոլորիդ համար, առողջ լինենք, ինչ ասեմ, ամենալավ բաները թող մեր արարիչը, մեր փրկիչը մեզ համար կատարի։ Խոսքի ոնց է, մենք մեր տարածքներն ենք ասում, այս մեր սարն է, այսի խոսքի, չէ, սարերի անուններ, նույնն էլ այստեղ Եղեգնաձորում,
Հա, հələ կհարցնենք հեսա։ Նույն էլ Եղեգնաձորում մարդիկ ունեն իրենց տարածքների անվանումները, իրանք քաչը ծանոթ են այս տեղանքին։ Ստեփանը ինչպես նշեց իր մանկությունը իր անցկացրել է այստեղ, անգիր գիտի, ինքը իր տարածքներին է ծանոթ, ես էլ իմ տարածքներին, բայց դե ասեմ, որ հիացած եմ այս պատմամշակութային արժեքով, հիացած, այստեղ ինչ կարելի է կազմակերպել, բայց սարի վրա մի կտոր չնստեինք են ցամաք հաց ուտեինք հավեսով, ախորժալի, ախորժակով, շատ հաճելի վայր էր, ամբողջը այստեղ բնակատեղի է եղել, դե այն ժամանակներում, որտեղ ջուր է եղել, կարևորը ջուրն է եղել, հոսանք, էներգիա, ոչինչ չի, հոսանք չի եղել, միայն մարդիկ իրենց բնակատեղին, բնակավայրը ստեղծել են այն վայրում, որտեղ լավ խմելու մաքուր ջուր է եղել, ջուրը առատ է եղել, օգտվել են այս աղբյուրներից, բայց դե ոնց հասկացա տարեստարի այս աղբյուրները ցամաքել են մարդիկ, ինչու՞ չէ նաև լքել են այս բնակատեղին, բնակավայրը, գնացել ուրիշ տեղեր են հանգրվան գտել, որոնք պատերազմների հետևանքով են գնացել լքել, որոնք երկրաշարժի, թշնամու հարձակումներից, մի խոսքով, բայց ասեմ, որ շատ հաճելի ու հավեսին, պատկերացրու ինչքան շինություններ, չէ եղել իրար վրա բնակավայրեր ու հիմնականը նայ Աշոտ ապրել են այս ներքևում, որ սարերի արանքից ջուր է եկել, բայց հիմա ոնց որ ցամաքած է այդ աղբյուրները, ջրի հոսք չի ահա այս սարերից, տեսեք այս սարերի արանքներով աղբյուրներ է եղել, բայց հիմա ոնց որ թե այդ աղբյուրները նկատելի չեն, այսպես Անձրևն էլ ուզում է գա, մեզ խանգարի մի պահ արև եղավ, Այն ձունը որ կա գագաթը, հա, գիր սարն է, ոյո, լավ, այն էլ լավ, այն էլ շատ լավ սունկ կլինի, սնկի սարեր ենք եկել, բայց դե որ լիներ, հիմա այս կողմերում կլիներ, այսքան մոտ չէր լինի, եղանակը նորից ցրտեց, մի պահ արևեր տաքացանք ու նորից ցրտեց, սիրելի հետևորդներ, առաջին անգամ, այն որ Դե ժամանակին ստեղ ուխտի օրերին հատկապես չէ, սեպտեմբերյան են մեծ ուխտ, փոքր ուխտ չէ, աշխարհի ժողովուրդն էր գալի, տարբեր Արարատյան դաշտից, բանից, Հայաստան աշխարհի տարբեր տեղերից, իսկապես ուխտավորներ են գալի, վրաններով, գիշերում էին, որ հաջորդ առավոտ ուխտի օրը հենց առավոտից ստեղ ներկա լինեն, էլի։ Ես երեխայի հիշում եմ, որ Լարա խաղացներ էին գալի, Գյումրիից, բանից են վաճառական են բոշար էին ասում են, շաքարախլոր բան էին ծախում, դե սովետական տարիներին չկար դες։ Ծամոններ, պետական պաշտոնյաները խուսափում էին գալ, որովհետև հաջորդ օրը իրանցից պատիվ կպահանջեին, դու կոմունիստ չեք գնացել։ Դե կոմունիստները աթեիստ էին, իրանք աստվածամերժ բաներ էին։ Մի խոսքով, բայց աշխարհի ժողովուրդն էր լցում այդտեղ, ու որպես կանոն ուտել խմելուց հետո պարտադիր կռիվները ժանում խմբերը իրար հետ բանոսը, բայց հետարքի մասսայական ժողովրդական միջոցառումներ էին, էլի։ Իսկ 19-րդ դարում օրինակ Քաջբերունի կա, որ Վայոց ձորի մասին շատ լավ գրում է, էլի 150 տարի առաջ, նկարագրում անենց հետարքիր մանրամասներ, որ այդ ուխտավորները իրանց հետ ինչ նվիրաբերումներ էին անում վանքին։ Դե վանքերը գոյատևել են այդ ուխտավորների վերած նվերներով։ Հոգևորականներ ունենք արդեն այստեղ։ Եղել է ժամանակ, որ ինքը անընդհատ գործող է եղել, եղել է, որ քահանա չի ունեցել։ Հա։ Բայց այս բանը մենակ կա։ Սիրուն տեղեր է։ Ես պատկերացնում եմ առաջ ինչ կյանքը Երուսաղեմը ուրիշ է եղել։ Լեցուն։ Ես էլ վերջում Վերնաշեն գյուղից մի բարերար Մոսկվա բնակ եկավ այս սեղանատուն, ավանդատունը, չէ, սեղանատունը կառուցեց, որ միջոցառումներ, մարդիկ
բան է, կնունք են անում, չգիտեմ, տարբեր տեսակի միջոցառումներ են անում, այնտեղ խոհանոցային մաս ունի, Եղանակը ուզում է մեզ խանգարել։ Հելենայ, բայց ես ավելի վատ բան էի սպասում, սիրունա չէ, հելի մոտիկ բեր ավելի։ Տեսար այնի սանդեր են, մի հատ սանդի կտորել են անդեղա, նեսի անջատի ես։ Դա կրքիրա։ այստեղ մի հետաքրքիր ավանդազրույց կա հետաքրքիր, որ պատմում են այս Ադամ Վարդապետը, որը Խրիմյան հայրիկի ժամանակ բան ա եղել էլի, եկել աստեղ իր հետ սիրուհի ա ունեցել, էջմիածնից իրան վտարել են էլի, որովհետև չէր կարելի բան, ու այդ անունը եղել ա բան, շողակաթ, հա, շողո, ու Կոմիտասը մի երգ ունի էր, բան, մուտն ընկել է տունարի շողոյար, եսի մի բան, ասում են, որ այդ կնոջն ա նվիրված եղել էլի, Պատիվ, հա, ի պատիվ։ Սուրբ խաչ եկեղեցին։ Ուր մնացին։ Դրոնով են Հա, elə տեսնենք, եկավ ծիտիկը։ Եղանակը ուզում է խանգարել մեզ սիրելի հետևորդներ ջան, անձրև է գալիս, մաղում է կամաց, բայց ոնց որ թե գնալով ուժեղանալու է, ինձ այդպես է թվում։ Վատավոր ցուրտ ա, չէ։ Մասներով պետք է, Բգած պատմենք։ Խաչափայտի մի մասունքը ստեղ է, չէ։ Խորանի տակ։ Այն խաչի, որի վրա բան խաչել են։ Բայց ինչպես որը նորից էլի միջնադարից հայտնի սրբավայր է, բայց ոչ այս տեսքով։ Օրինակ այս սրբավայրի մասին տեղեկություններ կան, վկայություններ կան դեռևս 4-րդ դարից, այսինքն այն ժամանակ, որ մենք նոր դարձել էինք քրիստոնյա, չէ՞։ Բայց 7-րդ դարում ինչ կատարվեց։ Ուրեմն ուզում եմ ասել, թե ինչու կոչվեց Սուրբ խաչ եւ այդ իրականում ինչ կապ ունի այն Քրիստոսի խաչափայտի հետ։ Ասում են, որ ժամանակին, երբ որ Պարսկաստանում շահ ա եղել Խոսրով անունով մի հզոր շահ, իր Խորեմ զորավարը արշավել ա դեպի Երուսաղեմ, հələ Պարսկաստանը ուր Երուսաղեմը, այսօրվա հрьяաների, չէ՞, արշավել ա ունդեղից գերեվարել ա Քրիստոսի խաչափայտը։ Այդ քրիստոնեական աշխարհի համար դա տեղի ունեցել 614 թիվ, 7-րդ դարի սկիզբն էլի։ Այդ խաչափայտի առևանգումը քրիստոնեական աշխարհի համար անպատվություն էր, չէ, խայտառակություն էր, որ Պարսից շահը եկավ, վերջը Խորեմ զորավարը առևանգեց տարա խաչափայտը, իրանք սուրբ մասունքը։ Ուրեմն Հերակլ կայսրը, բյուզանդական Հերակլ կայսրը նորից, երբ որ Պարսկաստանում շահը փոխվում, մահանում է Խոսրովը, իրան փոխարինում է Մանուկ Արտաշիրը։ Այն ժամանակ ժառանգական էր, չէ, գահը փոխանցվում, ասում է հարմար պահը օգտվելով այդ պահից, կարելի է Մանուկ Արտաշիրին արանքից հանել, Խորեմ զորավարին կաշառել, հա, ինչ-որ ձևի, այդ գերեվարությունից փրկել բերել խաչափայտը։ Հերակլը կազմակերպում է, գնում են Արտաշիր, Պարսկաստանի շահին, մանկահասակ երեխային արանքից հանում են Խորեմ զորավարի միջոցով, ասում են խոստանալով նրան այդ շահի աթոռը, ասում են դու օգնի մեզ խաչափայտը վերադարձին, մենք կնպաստենք, որ դու դառնաս Պարսից շահ։ Ու տենց էլ լինում է։ Այդ հետ գալու ճանապարհին եւ գնալու ճանապարհին միջայլոց իրանց օգնում է Սյունյաց Բյուրեղ իշխանուհին։ Բյուրեղ անունով իշխանուհի է եղել, որ օգնել է բյուզանդական զորքին, հա, հունական զորքին, այդ գործողությունները կատարելուց։ Վերադարձի ճանապարհին, երբ որ խաչափայտներ վերադարձնում էին, չէ, պատվով, նորից հանդիպում են Բյուրեղ իշխանուհուն, ասում են դու մեզ շատ բանով նպաստեցիր, օգնեցիր, էլի, ինչ կուզես, էլի, քո ծառայության դիմաց, ասում է ես ոչ մի հարստություն գանձ, բան, ոչինչ չեմ ուզում։ Այդ խաչափայտից մի մասում, հա, այդ հավատքը ինքան մեծ է, ուղղակի ինձ տվեք։
տալիս են բյուրեղ իշխանուհուն եւ այդ խաչապայտը ըստ ավանդության, ըստ պատմիչների, մենք ասողիկ պատմիչ ենք ունեցել, մենք Միքայել Չամշյան ենք ունեցել, որ ապրել է Վենետիկում, չէ, Վենետիկի նշանավոր հայ պատմիչներից է, եռահատուր հայոց պատմություն։ Ըստ Ջալալյանի բան, հա, ուրեմն կա տեղեկություն, որ իսկապես այդ խաչապայտը բերվել է Վայոց ձոր, որովհետեւ Վայոց ձորը Սյունիքի ամենանշանավոր գավառներ, 12 գավառներից մեկը, բերվել է ու թաղվել է այս հին սրբավայրի խորանի հարավային ավանդատան խաչքարի տակ։ Ոչ թե խորանի տակ, ոչ թե խորանի տակ, Որ չգտնեն, հա։ խորանը ինքը որպես մասունք, օրինակ Գանձասարում Հովանես Մկրտչի գլուխն է թաղված, չէ, Արցախում։ Այն Հովանես Մկրտիչը, որը Բայց թաղելը ճիշտ է, էլի, հա։ Ճիշտ են պահ են տվել, էլի, հա, պահ են տվել, խաչապայտը, վերջը փայտ է, էլի։ Դե փայտը ինչ ուզում ես արա իրան սրբացնելը որն է, չէ՞։ Բայց Դեր աշխարհում մասունք է խաչ։ Ոնց որ պատանքը, օրինակ Հիսուսին որ հիմա փաթաթել են այդ պատանքը։ Հիմա գնանք այդ խորանի մոտ եւ ավանդաբար այդ պահից սկսած ավանդաբար 8-րդ դարից, չէ՞, անընդհատ այդտեղ ուխտավորներ են եկել են որ այդ խաչը որտեղ որ ուղարկել եկել խոնարել են, դա մարդկանց հավատացյալին բժշկել է, օգնել է, Հավատքով եկել է։ Հավատքով գնում ես Լիվանի մոտ, եկեք։ Գնացինք։ Մենք հիմա կոնկրետ Չի կամ նորից ես բացես նորը։ չէ, նա բանը դրել։ Ուշ լավ հոտ Խնկի հոտնա։ Խաչապայտը ասում են ոչ հեռու անցյալում 15-րդ դարում այցելել է մի նշանավոր Վայոց ձորի պատմությունը լավ ներկայացրած բժիշկ Գաբրիել Տեր Հովհաննիսյան, որը իր հոդվածները միշտ մատագրել է, ստորագրել է Քաջբերունի Գերդան կեղծանունով։ Քաջբերունին ունի ճանապարհորդական նկատողություններ, ինքն էլ է գրում, որ 19-րդ դարում այցելեցինք Սուրբ Խաչ մի քանի անգամ։ Գրում է, որ ուխտավորները այնքան շատ էին ամեն անգամ գալիս, չէ՞։ Նույնիսկ մի օր առաջ, ուխտից մի օր առաջ եկել են, վրաններ են խփել վանքի տարածքում։ Ասում է հերվից նայում էին, ոնց որ զորք։ Հա, որ այդքան շատ գնում են, չէ՞։ Ուխտավորները հավատքով եկել են, որ այդ խաչապայտը տեսնեն։ Հիմա տեսեք, խորանը մեր առջևում է, չէ՞։ Ընդհանրապես հայկական եկեղեցիների խորանը արևելյան կողմում է լինում, էլի։ Ասում են ըստ ավանդության հարավային ավանդատան, տակ այնտեղ փոքր խաչքար կա, դրա տակ թաղված է այդ խաչապայտը։ Օրինակ ես ինֆորմացիա կա, չէ՞, ասենք մի այլ բլոգեր ներկայացնում է խորանը։ Ուրեմն սիրելի հետևորդներ, մենք եկել ենք Սուրբ Խաչ եկեղեցին եւ պատմական տվյալներով այստեղ է պահված խաչապայտի մի մասունքը ու հարավային մասում գնում ենք տեսնելու։ Այս հատվածում է, հա, խաչապայտի, հեսա, այս խաչքարի, հա, տակ է պահված։ Քրիստոսի խաչապայտի մի մասունքը ու շատ մարդիկ հավատացյալներ եկել են, օրերով մնացել են, վրաններ են խփել, լեցուներ եղել մարդկանցով, որ գան հպվեն այս խաչքարին, իհարկե մեծ հավատքով եւ Աստված բժշկի նրանց ու ասեմ, որ հավատքով եկողները շատերը բժշկվել են, ահա, Սուրբ խաչքարը։ Ներ ստացանք, բայց դե Անձրևը խանգարեց մեզ, վատ եղանակայի պայմաններ, բայց ես ինչ եղանակ է, ահա որ քամի Անձրև, ես էլ եմ գալիս, սպասեք, ինչի կոչվե զաղա, ուրեմն եղանակը Անձրևը մեզ խանգարում է, կարելի ասել
թաց ձյուն է, կարկուտ է, նայեք է, զաղան էլ այս փոքրիկ քարանձավն է, որտեղ մենք որոշել էինք, որ գայինք մի փոքր ուտելիք պատրաստեինք, սնվենք, բայց կարկուտը եկավ, խանգարեց, բայց բացելու է, չէ, բացելու է, այնա լուսանում է քիչ-քիչ, ու մարդիկ այս տարածքում հիմա պատը սպարվել են, չէր երևում, ահա, մաքրենք, ահա, Ստեփանի ասած զաղան, քարանձավը, գանք հասնենք ու չկարողանանք մտնել, նկարել։ Ես ուզում եմ իշտեմ դուրս։ 1, 2, 3 Աշոտը համարձակվեց դուրս գալ, կարկուտ է գալիս, ահա, ձյունն էլ կարկուտն էլ բացեցին, շփեց ավտոյի ներսը, այսպես, ոյ, ձյուն, կարկուտ, բուկ, բայց դե արև է, արևը ուզում է միտեղից դուրս գալ, սարերում ձյուն է, սիրելի հետևորդներ, բայց այնքան հաճելի, այնքան լավ, որ ես սիրում եմ նման տեսարաններ, հա, Վարդան, բարև ձեզ, ինչ ես անում, հե, ինչի համար, ուտել խմելու, մեր Վայոց ձորում եղանակը միշտ էլ խաբուսիկ է, ուժեղ հեղեղից, անձրևից հետո, կարկուտից հետո, հե, եղանակը բացեց, արև է, արև դուրս եկավ, ու ուր ենք եկել, մի հետաքրքիր վայր, որ տեղացիները ինչ են անվանում, Վարդան, զաղա, հետաքրքիր է թե, զաղա, հետաքրքիր է թե ինչու են անվանել զաղա, այստեղ լավ սունկ է լինում, լավ սունկ, այս անձրևից հետո մի լավ արև որ լինի, հո սունկ չի լինի, և իհարկե մեզ ուղեկցում է նոր տուրսը, մեքենաներով, ամենագնացներով և պակասնել սա չի, ահա, քարանձավն էլ, ահա, Հավաքոնք հա, Ուրեմն հիմա մենք սա էլ մենք սմբուկի զաղան է, սմբուկի, բայց են տոպրակի մեջ բան էլ կա, մարաժո, Մարաժոն բեր, մենք հատի ելենք հիմա ծախ հավաքենք, այս անձրևինից ծախ, հետաքրքիր քարանձավ, այս բնական քարանձավ է եղել, թե փորել, հա, նման եղանակներին հավաքվում են Ուրեմն այստեղ, մեկել են փորել են նա, ստես, փորել են, մեծացել են տարածքը, տեսար ու մանով է այս քարանձավը։ Բա այսօր ծուխ մուխ չէր տվե վրաս, հողամասի ծուխը եկավ, Այս ուրիշ ծուխա։ հասավ ստե, Քարանձավի մեջ պիտի ցածր նստեք։ որ ճիշտ է, ասած պպզած, կուզե դուզ, և վառում են կրակը, Կրակ, որը սմբուկի խորոված ենք ուտում, բարի մարդիկ թողել էին, էլի նա։ հա, դե լավ է, Աստված մեծ է, Բա, ամեն ինչի մասին հոգում է Աստված, ախպեր կաղա իշնենք բայլիգից բերենք ծախ։ Բայլիգից ծախը բարձեն գանք։ Թրջված կլինի ծախերը։ Նազն էլ իրա բաներն է, բերը, ինչ է դարանը նազ։ մարաժոները, Կերակը որ վարի, պետք է արդեն դվարի։ շողովուրդ, անձրևանոցել էիք բերը, հա, ոյ, չեպ տերնում կյորացել եմ ես ծուխը, Հիմա ես պատրաստում բերել եմ ջրային պաշարներ։ Հիմա պետք է մենք պատրաստենք աղցան ամառային, արա սոկ չենք վերցել։ կարելի ասել ձմեռային, այստեղ ձմեռ է, Բագաժնիկի սոխալի։ Չէ, չունեք։ Դե։ Այ քեզ բան, դու դες պանդասիր, հիշես եմ։ Ես հիշում եմ, Տարոնը ինձ ասեց, որ պետք է դրսում վառենք կրակը, բայց ես բաթե աղբեր ներսը վառենք սիրուն լինի։ դե սիրունն է, լացանք, սիրուն լացանք, բոլորը լացած դուրս եկան, Կրակը կարանք տանենք դուք։ ձորի միրոնես, կրակը վերցարի, Այս սեղանն է դնողներն են։ հա, Վերնաշենից են։ չի ստեղ չարեցիք, ստեղ անեիք, համենք չենք լացի, Դուք փորձը թողած լսար սեպի։ Կրակ չեմ արի։ Ըստ աղբեր քո գործը չես, հայր անգամ արիր եմ։
Այսենց էին մտածել, որ ներսը ծխած գցած, այն որ կարելի չգցել։ Այդի լավ է, չէ՞ ես։ Անում եմ։ Բարոն, լավ, այն կրակը վարի, ինչ-որ բան կեր որ տնեք շշերը, ինչի վրա այդ տնեք։ Որ այն Բարելի։ չի։ Էն էլ պետք է մտածեք։ Ես նոր եմ գնել, Այո։ հատուկ մեր եթերների համար մազում եմ կարտոլ կտրեմ։ Ինչի համար, որ սալներ կտրեմ։ Տարոն, լավ կրակ չես վառե, աղբեր, այդ քո կրակ որ տենց ես վառե։ Այդ իս պատճառով բան այլ է։ Ծուխար։ Ծխում ենք մենք։ Որ դու քիչ արածել ես, տես ծուխ չլինի։ Այս մտ բան անեմ, էլի։ Ստե այսպես։ Այսօր խոհարարը Ստեփանն է։ Յա, դու չես խոհարարություն անելու։ Չէ, լացում եմ։ Ես էլ եմ լացում, լացելով եմ անում։ Հատենք, դե բայ։ Բերել ես։ Ինչ ես պատրաստում։ Կարտոշկա իրա բանով։ Այդ անունն ես։ Յո, Սալով։ Արեցին զաղանիշ տեսնում։ Կրակը Կրակ տանեմ։ եք տեղափոխում սմբուկի հետ։ Արունը շահ, խելացի երիտասարդ է, ինձ դուր է գալիս նրա պահվածքը այս պահում։ Ինչ լավ արեց։ Լացա։ Առաջի անգամը չի։ Ասում եմ պետք չի, ներսում կրակ վառել։ Ոչ աղբեր ես հաղթ էի, կզեմ է տենց եմ արել։ Սմբուկ էլ էլ, հա։ Պորսը դրան չի սպայց։ Լույսեր է, չէ, չի նստի։ Դուք կիլիկյա, ձեր անվտանգության հովանավորը։ Այսպես որ այտակ, որ միշտ ունենաս մոտը, Հա, պաժարի դեպքում ապահովված կլինես պաժարի։ ճիշտ է։ Բարեքա։ Մամա տանձեռացի քանի էլի։ հետ արի, հետ։ Ակոլայ շշին մի նայի, կողերը տայի։ Նայում եմ։ Չճարեց։ Ասում եմ Բան չկա։ Հա, կրակը թեժացավ, վառվեց, ծուխն էլ վերացավ։ Այ, իսկական սարի կյանք։ Եմ դնում, սես բացում ենք, քանի տակ է ինքը դնում ենք, որ հալվի լսվի մեջ։ Խրխնջալով մորնա կորցրե։ Դու տեսուկա։ Արի տանենք քեզ երշիկ սարքենք։ Սունկ էիք ուզում են, ասունկը դե։ Սունկ հավաքելու, այ, կապույտված սունկը։ Այո։ Հա, Ջենտլմենություն ես անում։ այո, մի հատ ինձ համար։ Են մնացած ես ճյո, թող մեծանա նոր կհավաքենք։ Փոքրը փոքր ամնում։ Այն դիր մաղալի կողը ես գալիս Հա։ եմ։ Տենց այդ մրոտ այդ կեղևով էլ պիտի ուտեն։ Չէ։ Ես տալիս եմ քեզ, նա ոնց ես անում ես ուտես։ Անդե բան էլ կա։ Սև բիբար, կարմիր բիբար, տես բան էլ կա։ Շո բայց ես եմ պատմում։ Հա, բայց մի քիչ թեք որ խփես ավելի լավ կեփի, հա։ Ինչ սալի։ Ախպեր գոյ ուր է, դա։ Կոտրել նալելու մեր այսօր այս սալով կարտոշկա։ Կան ասում թե Ում այ բարո շատ երկար է լայնությունը դեռ։ Ընկերներ, այսօր մենք արտաշատցու հետ հաց ենք ուտում։ Ու այնտորում արտաշատցու։ Շշով արի։ Լսի, Շատ մեծ սիրով։ բայց այդ արտահայտությունը դուք պիտի չաներ։ Ես այդ արտահայտությունը ռադիոակենցի ես, չէ՞ լավ։ Չէ, արտաշատցիների հացի մասին չես լսել։ Լսել եմ, որ ագրավն է պատճառը։ Այո, որ Ագրավն է արել այդ բանը։ հա, Բացելուց էլի։ հա, Եկեք սև կարակն էլ, Սև բիբար ու կարական են, չէ՞։ հա, թե կվառվի, Որ լավ է։ թե վերջում են դնում կարակ։ Սիրում եք, չէ՞ բոլորդ էլ, սև բիբարից չեք հուսա։ Դե արվի։ Ահա, всё, էսի սև բիբար է։ Մի փոքր էլ կարակտի։ Մի փոքրիկ կարակ։ Հետո տակ-տակ կդնես։ Հա, Իսկ դուք իսա թողեցիք բարեկամ բանը։ Շերը վերջացա։ Շշերը վերջացել։ Վարդան կարող ես մի բան բերել։ Տենց որ մայտնի ուռիճու, ուրիճու։ ուռիճու նախ թաց։ Բադրջանի։ Քանի ուր ցույց տաս ամեն մեկից մի հատ ճուղ։ Չի մտնի դրա մեջ։ Շատ Եվ սև բիբարը։ Էսի ձգել է, այդ։ Սև հոտմեղ են ասում սրան հայերը։ Դրելի թեժ Ես կրակի։ դրա ծառում եմ։ Թափի։ Հեսա հենց Լավն է։ Հա, սև պղպեղի ծառա։ Շատ հետաքրքիր ժամանց են Ակի վրա կազմակերպել։ լավ է։
Էլ ուր է մեր հայս։ Վոլգան հաշվարկով էի, չէ՞ բերե փաստորեն։ Ճիշտ հաշվարկով։ Շատ հաշվարկով անznավորություն է մեր հետո աշխատում։ Ես մեկն է թոմանա որպես որ կարած Շոտ այստեղ բողոքում է, ասում է ամենալավ պահը թողել եք այնտեղ ուտուշ խմուշ եք անում։ Այստեղ գալու դուք վայելում եք ամբողջ լավ նախաձեռնություններ, Ստեփան ջան, լավ նախաձեռնություններ կարևոր է։ Այն ինչ որ այսօր դուք եք անում, որ լուսաբանվի մեր տեսարժան վայրերը, մեր թաքնված հրաշալիքները, դրանից ավելի կարևոր բան այս բանի համար շատ կարևոր է ամենը։ Ապրեք դուք, Նա դու չես խմում։ Այս մեկը էթաս ինչ ես բերելու։ Կամազով են։ Աններ եմ որ գան խորովեն այս փոքրիկ կարանձավում համտեսեն ուտելիքներ։ Օ, էփելա։ Դա հերթով քաշես։ Կայնի ինչ մեկ ներքև։ Իդա 1։ Հա։ Ապրի աշը, լավ քյաբաբներ աստ։ Իդա 2։ Քաբաբի դասերիա գնաց։ Արոն, դու ծահը մի կորցրու։ Մի անգամից են շշերը ազատ պավ, արդեն կարանք են մի շիշներ խփեն, կարտոշկա էլի ունենք, է։ Դե դու քաշ։ Ինչ։ Ես այդպես կտրի։ Մատս կվարվի։ Արոն մատը դու։ Լուկտեք մեր քյաբաբից։ Նազնա գնաց ասում։ մենք բոլորս համակ ուշադրություն դարձած լսում ենք։ Նազ, լսում ենք ես։ Չալի։ Ես ինչ։ Ախ ես եր։ Ես հերբած եմ, մոտի կարելի մոտ։ Ես ինչ կենաց ասող եմ։ Ես ամենաառաջինը միշտ մարդկանց մաղթում եմ առողջություն։ Ամենակարևորը առողջ լինենք, հաջողակ լինենք, հաջողություն ու Աստված ամեն ինչ կտա։ Բոլորիս կենացը։ Այո, շատ ապնի բան եմ ասում, այդ մարդկանց սարինում էլի։ Ասում եմ, եկեք խմենք լավ տպավորությունների համար, լավ հիշողություն, տպավորություն, հա, որովհետև իրականում այս կյանքում հարուստ է այն մարդը, ով իր կյանքում շատ լավ տպավորություններ ունի։ Մոռացվում են շատ բաներ, անունները, բանը, չէ, ասենք գնացինք Ցախասկար, Սմբատաբերդ, որ դարում ինչ, ով եւ այլն, բայց տպավորությունները տպավորության ամեն մի բան, բայց այսօր այն ամենատպավորիչ օրերից մեկն է, չէ՞, նաև, տեսա։ Կարկուտ բան, մեկ էլ արել։ Շատ սիրուն տեսարաններ։ Ծուխ, այո, ու մեկ էլ դնում են sense լավ, մեկ էլ համով քաբաբ։ Զարգացած հետո ասել եմ տպավորություններով հարստացած մարդը հաստատ առողջ կլինի։ Այո։ Հաստատ առողջ կլինի։ Իրանք էլ քահանա։ Հա։ Զաղան քարայր։ Քարայր, հա, զաղը, հա, պարզ։ Հա։ Ոյ։ Աղպտի լցեք։ Վայ։ Հեսա, բայց Վերջ։ Կարակ Հրահանգը տուր։ լավա։ Ինչը։ Էսը լախպի։ Էսի աղպի տոպրակ, հա։ Էս էլի է տևորդներ, մենք մեր հացը կերան, կեֆը արեցինք ու նորից անձրևը բռնեց։ Ինչա, բռնեց ու ասմա գնացեք տուն, ուշա գնա։ Մաման եկավ։ Գնացեք, սիրով եղեք, իսկ մենք շարունակենք մեր ցեխոտ ճանապարհը կանաչների միջով։ Յո։ Տեսեք, ջուրը քանդում է ճանապարհը։ Սենց բարդ ճանապարհներով ես այնքան եմ մեր կողմերը բանջարների գնացել։ Ո՞տով ես գնացել։ Ոտով էլ, մեքենայով էլ գումար էինք տալիս, տանում էին էլի տենց։ Հա, հետ եկել։ Սուրբանան էլ ներառել, ուղղակի Սուրբանան նոր կառուցված եկեղեցիա պատմական։ Հա, եղել եմ Սուրբանը։ Հարգելի ընկերներ, նայողներ, եթե ձեզ դուր է գալիս նման ֆորմատի հաղորդումները, ամբողջ Հայաստանի տարածքում մենք պատրաստ ենք գնալ ցանկացած տեղ, որտեղ որ դուք ասեք, եթե դառնաք մեր հովանավորը։ Հովանավոր դառնալու համար շատ բան պետք չէ, մի քիչ փող է պետք։ Ուղարկում եք Վարդանը ստանում է, մենք էլ գնում ենք։ Այո։ Մեր հետևորդները ասենք աղա մեկը օրինակ Տավուշի մարզից ուզենա իր ինչ-որ հատուկ իր մանկության վայրը ուզենա նկարենք, իդնել Հայաստանում չլինի, ասենք քիչ ենք ուզում, ես իմիշ փող չենք ուզում, թող հովանավորենք, գնանք սիրուն ամեն ինչ կազմակերպել առույցով, մենք հիմա հիանալով անցնում ենք։ չի թողում։ Ահա։
Եվ ավարտվեց մեր այսօրվա հաճելի օրը։ Լավ մնացեք, հետևորդներ ջան։